Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում նորոն գալիս է Մագդային հյուր հերթական անգամ։ Էլիզը ինչպես միշտ գտնվում է այդ նույն տանը իր աշխատանքի ընթացքում լուռ, բայց ամեն բան զգալով։ Քույր ու եղբայր Էլիզն ու Նորոն նախապես պայմանավորվածության համաձայն պահպանում են դերախաղը։ Էլիզի խնդրանքով Նորոն նորից ձևացնում է, թե իբր չի ճանաչում նրան, եւ մինչ նա սպասում է, որ Մագդան պատրաստվի դուրս գան միասին, պատահաբար ծանոթանում է Արևիկի հետ, տան ամենամաքուր, ամենամեղմ հոգի ունեցող բնակչուհու։ Արևիկը ձեռքին մի նկար ունի, Նորոն նայում է նկարը, որտեղ պատկերված է երեխան եւ երկնքի խորքում մի կին։ Նրա աչքը հանկարծ սահում է դեպի այդ կնոջ կերպարը եւ չի դիմանում ու հարցնում է, թե ով է այդ կինը։ Արևիկը պատասխանում է պարզությամբ, մաքրությամբ ու մանկական հստակությամբ։ Ասում է, որ այդ կինը իր մայրիկն է։ Ավելացնում է, որ հայրը ասել է, թե մաման հիմա երկնքում է։ Նորոյի վրա այդ պատասխանն ազդում է նմանապես երկնքից իջած մուրճի պես։ Նրա մեջ ինչ-որ բան է փոխվում։ Զգում է, թե որքան անմեղ է այս փոքրիկը։ Նա գրկում է Արևիկին, պահելով նրան ամուր, կարծես ցանկանում է պաշտպանել այդ մաքրությունը։ Եվ հենց այդ պահին Էլիզը մտնում է սենյակ։ Նա կանգնում է տեսնելով եղբորն ու քրոջը։ Այդ տեսարանը դառնում է կարճ, բայց լուռ բախում անցյալի վրեժի պլանի ու ներկայի իրականության միջև։ Նորոն սկսում է ավելի ու ավելի համոզվել, որ Էլիզը իրեն մոլորության մեջ է գցել։ Էլիզը ասել էր, որ այս տունը վտանգավոր է, որ այստեղ պետք է զգուշանալ բոլորից, հատկապես Մագդայի եղբորից։ Բայց այն, ինչ Նորոն տեսնում է, միանգամայն այլ պատկեր է։ Նրա ներսում կուտակված զայրույթը դուրս է գալիս։ Նա ասում է Էլիզին, որ այս մարդիկ միանգամայն կարգին, հասարակ ու պարզ մարդիկ են, առանց ավելորդությունների։ Էլիզը շփոթվում է, սկսում է վախենալ, որ իրենց խոսակցությունը կարող է լսվել։ Նա փորձում է խոսքը փոխել, շտապելով զգուշացնել Նորոյին, որ եթե այդպես շարունակի, այնպես կանի, որ իրեն աշխատանքից ազատեն։ Բայց այդ բառերն այլևս կորցնում են իրենց ուժը, երբ Նորոն սկսում է տեսնել ճշմարտության ու կեղծիքի սահմանները։ Միևնույն ժամանակ, պատմության մյուս գծում մի նոր անհանգստություն է հասունանում։ Ալինայի ինքնազգացողությունը կրկին վատանում է։ Այս անգամ նա ուշագնաց է լինում դպրոցում, հենց բակում։ Ալինայի այսքան անսպասելի վատանալներն արդեն զուտ պատահական չեն կարող լինել։ Ինչ-որ բան հաստատ տեղի է ունենում, ինչ-որ լուռ, բայց խորքային գործընթաց։ Եվ ակնհայտ է, որ առաջիկա սերիաներում այս թեման լրջանալու է, վերածվելով կենտրոնական առանցքներից մեկի։ Ամեն ինչ բարդանում է նաև այն պատճառով, որ Էլիզը չի ասում ճշմարտությունը, եւ Նորոն, ով արդեն կասկածների փուլից անցել է հստակ որոշման, որոշում է պետք է պարզություն մտցնել։ Քիչ անց նրանք կրկին հանդիպում են, այս անգամ փողոցում։ Նորոն առաջ է բերում կոնկրետ պահանջ, ասում է այս երեկո նրանք պետք է խոսեն, արդեն անհնար է լռելը։ Էլիզը պետք է պատմի ամբողջ ճշմարտությունը, թե ինչու է աշխատում այդ տանը, ինչի համար է ստել եւ ինչ է իրականում կատարվում։ Էլիզը զգում է, որ ճանապարհի ծայրին է։ Նա այլևս չի կարող փախչել, նայում է եղբորը ու ասում, որ այո, ժամանակն է։ Այսօր երեկոյան ինքը կասի ամեն ինչ, կբացահայտի ողջ ճշմարտությունը ու վերջ կդնի այս պատմությանը։ Բայց Նորոն էլ իր կողմից նախազգուշացնում է, ասում է հերթական սուտը չի ընդունելու, որ ինքը միանգամից կզգա, եթե Էլիզը ստում է։ Այժմ խաղը մտնում է իր ամենավճռական փուլը։ Ճշմարտությունը եւ ստերը վերջապես ստիպված են լինելու կանգնել դեմ դիմաց, ինչպես Արշակը եւ Նորոն կանգնեցին միմյանց առաջ այգում երկար տարիների անբացահայտ պատմության շեմին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Էլիզը իրոք կպատմի ճշմարտությունը Նորոյին։ Գրեք մեկնաբանություն։